Բարի ողջույն բոլորին և դրսում ապրող մեր բոլոր հայերին, ովքեր դիտում են և սպասում են մեր հոլովակին։ Հարգելի հետևորդներ ջան, Աստված պահապան բոլորիս ընտանիքներին և բոլորից ցանկանում եմ բարի դիտում, ամենակարևորը և բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակոճակը, գրեք մեկնաբանությունները։ Դե ինչ անցանք առաջ, ուրեմն ինչ եմ պատրաստում այսօր, հարգելիներս, դե արդեն հասկանալի է, որ այստեղ կաղամբ կա, այստեղ լոբի կա, սիսեռ կա, որոշել եմ այսօր պատրաստեմ պասուց տոլմա, հարգելիներս։ Նախապես առանձնացրել եմ կաղամբի թփերը և լոբին և սիսեռը էփել եմ առանձին և լցնելու եմ, այսօրվա պասուց տոլմի մեջ լցնելու եմ բղլուր, դե ոսպն էլ հիմա կլվանամ և կանցնեմ գործի, հարգելիներս։ Մի հատ էլ մեր փիսիկներին էսենց ցույց տամ, ժողովուրդ, հələ նայեք, տեսեք, ինչ սիրուն են մեր փիսիկները, հələ այն մեկին նայեք, Հիմա այս պահին կաղամբն եմ խաշում, հարգելի հետևորդներս։ Բղլուրն է լվամ, ոսպն է լվամ, հետո արդեն սոխը կծկեմ։ Հարգելի հետևորդներ ջան, ես միշտ լվում եմ օգտագործելու բղլուրը։ Չգիտեմ, ջուրը այնքան պղտոր է, որ սես չեմ կարող օգտագործել։ Իսկ արդեն բավական է։ Ուրեմն ուզում եմ ասեմ, ես գրամներով չեմ օգտագործում, ես աշկաչափով եմ պատրաստում, ինչ որ պատրաստում եմ, ժողովուրդ։ Ես չեմ կարող ասեմ հիմա ինչքան, քանի գրամ ոսպ եմ օգտագործում, քանի գրամ սիսեռ եմ օգտագործում տոլմի համար կամ թեկուզ մնացած ճաշերի համար։ Ես աշկաչափով եմ անում։ Պատրաստում եմ իմ տանը, իմ ընտանիքի համար ու այստեղ այդքան էական չի գրամներով օգտագործելը, չգիտեմ, ժողովուրդ ջան։ Այսպես, սա ոսպը, սա բղլուրը։ Ձեռքից տակից փախնում է։ Ընդամենը 3 հատ փոքր սոխ եմ վերցրել, ժողովուրդ ջան։ Լավ կլինի, որ սոխը շատ լինի, հենց այս տոլմի մեջ սոխն է շատ համով, բայց դե ինչ արած, այսքանն էլ որ գցում եմ, պիտի գող լինի։
ու ասեմ տապակում եմ ձիթով հարգելիներս։ Հիմա ծածկեմ։ Լցնենք բաղլուրը։ Ոսպը։ Լցնեմ սիսերը։ Լոբին սենց լցնեմ։ Կանաչին կտրեմ, ուրեմ համեմ այստեղ և կանանչ սով։ Սա կտրեմ լցնեմ, հետո սոխի վրա, որ կարմիր սոուս պատրաստեմ, արդեն չորացած կանաչիներ կլցնեմ, համեմուկներ կլցնեմ, բոլորը կխառնեմ իրար, նոր կլցնեմ այս մնացած բաղադրիչների մեջ։ Այսեն այստեղ։ Տոմատը լցնենք ռեհան, ցիտրոն, լցնենք սև պղպեղ և կարմիր պղպեղ։ Ավելացնենք սառը ջուր,
այստեղ էլ աղլացրեցինք, հիմա սա էլ առնենք, արդեն սոքարածը բերենք ու լցնենք այստեղ։ Այսպես անենք։ Ոչ բոլորն եմ լցնելու, մի երկու քթալ կպահեմ, որ ամենավերջում լցնենք տոլմի վրա։ Վերջ, այսքանը արդեն բավական է։ Հիմա լավ հարնեմ։ Այս կոպիտ մասերը հեռացնեմ կաղամբից։ Այսպես։ Ժողովուրդ ջան, նայեք, հիմա կմտածեք շատ մեծ է, այսպես եմ փաթաթում, բայց ոչ բոլոր կաղամբներն ասենց, որովհետև կտրելուց նաև փոքր ու մեծ կար, օրինակ այս, նայեք տեսեք, այս կաղամբի տերևը այդքան էլ, մեծ չի, այսպես, սա էլ այսպես, ամեն անգամ քթալով լցնելուց խառնում եմ, որ սոկոտ ստացվի, որովհետև տակի մասը ջուր է, հարգելիներս, իսկ երեսը չոր է, այսպես, հիմա այս մնացածն էլ հարգելիներս կփաթաթեմ կադրից դուրս։
Հիմա բոլորը դասավորեմ կաթսայի մեջ, մի երկու հատ էլ կա, դա էլ փաթաթեմ, վերջ, Էլենս երկելով գալիս է, այսօր դաշնամուր ունի, թար ունի, դպրոցից եկել է, արագ պարապում է, որ գնա դասերի, նոր երգա սովոր է, հարգելի հետևորդներ ջան, չգիտի որ նկարում եմ, թե չէ չի երգի, ժողովուրդ, բայց իմ փաթաթածի վրա իմ ծիծաղը գալիս է, չգիտեմ, փոքր եմ փաթաթի դրա համար, Էլեն չոս, ինչ ես երկում, արևս, վերջացնիր, քանիս եմ պիտի գնալ բալես, 4-կես, ահա, ուրեմ, մեզ մի 3 հատ երևի, ոչ ավել, դա էլ փաթաթեմ հարգելնես և արդեն կդնեմ գազօջախին, ահա, վերջացրեցի արդեն, Էլեն ջան, մի հատ էլ մեծ ափսետու դնեմ տոլմայի վրա, այստեղ համ լոբի ավելացավ, համ էլ սիսար, հիմա սրանք էլ ջրից հանել եմ, տոպրակներով կդնեմ սառցարանում, հետո աղցան կպատրաստեմ, հարգելիներս նայեք, թզի մուրադա եմ բերել, նուշով եմ պատրաստել, առաջին անգամն եմ բացում, դեռ չեմ բացել, հիմա թե ենք դրել, իչև տոլմայի եփել եմ, մի հատ թեյ խմենք, Էլենից ճանապարհեմ Արարատ, հետո կտեսնենք տոլմեն էփացա թե չէ, Այս մեկն էլ ըմկույզի մուրաբա է, ինչ եմ ուզում ցույց տամ, ուրեմն, սա սառցարանից հանած մուրաբեներ ըմկույզի, ես ասացի, որ հանել եմ, հələ նայեք ժողովուրդ, տեսեք ինչքան լավ է, ոնց որ նոր էփած լինի, սառցարանից հանած ըմկույզի մուրաբա, սա ուզում եմ սենց ցույց տալ, որ դուք էլ տեսնեք, ոչ մի բան չի լինում, ոչ մի բան. Սա էլ այգուս թուզն է, նուշն էլ է իմ այգունը, թուզն էլ է իմ այգունը, հարգելիներս, առաջին անգամ եմ բացում, հələ կփորձենք տեսնենք ոնց է. Բավաղն էլ է, չէ, երաշտականի, դրա համար ասում.
Հենեն ջան, քեզ է լցնեմ։ Տոլմեն արդեն պատրաստ է, ասի միած հենց ցույց տամ, տեսնեք ինչ հավեսին տոլմայա էլ է։ Համի մասին խոսք չկա, խոսքերն ավելորդ են, հարգելիներս, տեսքն էլ է յուրահատուկ, ինչ ասեմ, այսքանով ուզում եմ ավարտեմ եւ ձեզ բոլորիդ ասեմ ցտեսություն, ամենալավն ու բարին ձեզ բոլորիդ։